Հոդված համար 2, 4, 8 սրանք Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետների ստորագրած խաղաղության նախապայմանագրի այն կետերն են, որոնք Բաքվի բռնապետը սկսեց ոտքի տակ առնել, ոտքը սպիտակ տնից դեռ դուրս չդրած։ Նախախաղաղության երկրորդ հոդվածով օրինակ, երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անցնող 4 ամսվա ընթացքում Ալիևի եւ նրա պաշտոնյաների լեզվից այդպես էլ չիջավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն իրականում Թրամփի պատվին կոչված երթուղին է Հայաստանի ինքնիշխան տարածքով ապահովելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չորրորդ կետում ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունն է, բայց հենց նույն պայմանագրի նախաստորագրությունը վերջնական դարձնելու համար Ալիևն առանց ավելորդ դիվանագիտական աճպարարության ուղիղ ասել է. պետք է փոխվի մեր մայր օրենքը, սահմանադրությունը, որտեղ էլ իբր տարածքային հավակնություններ կան իրենց նկատմամբ, իսկ սահմանադրական փոփոխության պահանջն ինչ է, եթե ոչ ներքին գործերի միջամտություն, ընդ որում այս գնահատականը հենց պաշտոնական Երևանն է տվել։ Եվ վերջապես հոդված համար 8 պայքար ռասայական խտրականության դեմ, սա օգոստոսի 8-ին Ամերիկայում պատմական կոչված իրադարձությունից 17 օր հետո Ալիևը մոռացավ նահանգների նախագահի առջև ինչ երդումներ է տվել։ Հայ հասարակությունը հիվանդ է, եւ ես սա բացահայտ ասում եմ։ Պայմանագրի մի կողմը չի ցանկանում իր շահը պաշտպանի, մյուս կողմը պարզա որ ցանկացած խախտում մարսելու է։ Եվ եթե դրույթը պայմանագրի նախաստորագրված փաստաթղթի էական պայման ենթադրող դրույթ է, ապա հայկական կողմը հետ կանգնի մնացած բոլոր դրույթներից, ասելով որ մինչև մի այս դրույթը չապահովի ինքը առաջ չի գնալու։ Այդ փաստաթուղթը իր հիմքով բավականին իրավական տեսանկյունից բավականին խոցելի է, անուղղակիորեն արդարացնում են էթնիկ զտումները Արցախի, բոլոր առումներով քաղաքական գործոն ավելի մեծ է, քան իրավական։ Ինչ վերաբերում է պայմանագիրը վերջնական դարձնելուն, ասել է թե հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության կուլմինացիային հասնելուն, առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, Բաքուն մեր սահմանադրությունը փոխելու պահանջից հետ չի կանգնում, իսկ Երևանում պաշտոնյաները բանաձևում են, թե մեծ հույսը կա, ապագայում պայմանագիրը կստորագրվի։ Խաղաղության գործընթացն այս պահին բնականon հունով շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այս առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ թե Ալիևի պահանջը բավարարելու, այլ մայր օրենքի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառաբանությամբ են Հայաստանի իշխանությունները նախատեսել անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն առնվազն 6 ամիս փաստաթղթային խաղաղությունը չի գա ու չի գա։ Մինչև այդ փորձագետները նաև պնդում են Ադրբեջանի հասարակաքաղաքական տրամադրություններում էական փոփոխություններ չկան։ Միջազգայնագետն այստեղ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքն է հիշեցնում Բաքու այցելած հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին, թե մեր հանրությանը փոխանցեն, որ կոնֆլիկտն իրենց համար ավարտվել է։ Եթե մենք խոսում ենք երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, ապա նման հայտարարություններ հենց պետք է ղեկավարության կողմից հնչեն, բայց իրականում մենք ինչ ենք տեսնում, որ ղեկավարության կողմից Ադրբեջանի հնչում են բոլորովին հակառակ հայտարարություններ։ Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը հնարավոր ու անհնար ինչ քայլի ասեց, որ չդիմեց տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Եզրակացնում է մասնագետն ու հավելում Ալիևի կաբինետին էլ սպասումն է պատել, սպասումը Հայաստանի ընտրության, ինչ խորհրդարան կձևավորի հայ ժողովուրդը հետագա հաշվարկների համար է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։